Իսկ դուք վստահ եք, որ չենք հաղթել։ Այսպես արձագանքեց Սամվել Կարապետյանը դիտարկմանը, թե նախընտրական շրջանում շատ վստահ էին իրենց հաղթանակի վրա։ Կարապետյանին հարց ուղղվեց, թե երբ է հաջորդ կառավարության նիստն անցկացնելու որպես վարչապետ։ Արդեն իսկական վարչապետի կաբինետում կանցկացնենք։ Լրագրողները հետաքրքրվեցին, ինչպես է հասնելու նրան, որ վարչապետի կաբինետում անցկացնի։ Որտեղ Փաշինյանն էլ չի հաղթել։ Դե հիմա Մենք էլ չենք հաղթել, ինքն էլ չի հաղթել։ Կարապետյանի գնահատականով ընտրությունները տապալված են, կեղծված։ Դաշինքի առաջնորդի խոսքով դիմել են ԿԸՀ, հետո կդիմեն նաև Սահմանադրական դատարան, երկու պահանջով՝ ընտրությունները չեղարկել եւ երկրորդ փուլ նշանակել։ Դիտարկմանը, թե հանրությունը հաշտ է ընտրությունների արդյունքների հետ, քանի որ դրսում պայքար չկա, Կարապետյանն արձագանքեց։ Թե հանրությունը սկզբից հաշտ է լինում, հետո հաշտ չի լինում։ Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ Սահմանադրական դատարանը մերժեն դիմումները, արդյոք խորհրդարան կգնան։ Կարապետյանի խոսքով իրենց հարցը խորհրդարան գնալ կամ չգնալը չէ, այլ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը։ Եթե մենք գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ հեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք խորհրդարան։ Եթե մենք գտնենք, որ կարող ենք հեռացնել ձեր ասած փողոցային պայքարով, ուրեմն կեռացնենք։ Սամվել Կարապետյանն ընդգծեց, եթե հիմա ձևավորվի կառավարություն, դա կլինի ոչ լեգիտիմ։ Իսկ արդյոք ընտրակաշառքներով ձևավորված կառավարությունը լեգիտիմ կլիներ։ Ոչ, ընտրակաշառքներով իհարկե լեգիտիմ չէ։ Կարապետյանը նախընտրական շրջանում նշել էր, թե 1.5 միլիոն ընտրողների մասնակցության դեպքում իշխանությունը կփոխվի։ Ինչու դա չեղավ։ Այ ամենադարդը այնա, որ 1.5 միլիոնը օգնեց Փաշինյանին։ Այսինքն սխալ հաշվարկվեք արել։ Այսինքն մեզ խաբեցին այդ 1.5 միլիոնով։ Այ դա է։ Գումարները հետ կվերցնենք։ Փաշինյանը եւ իրեն օգնող ուժերը մեզ խաբեցին։ Դրա համար մենք կգնանք մեր ճանապարհով Փաշինյանին հեռացնելու ճանապարհով։ Ով էր ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդին վստահեցրել, որ հաղթելու է։ Ըստ Կարապետյանի ժողովուրդը, նա նշում է, նրա խոսքով իրենց հանրահավաքներին 2 անգամ ավելի շատ մարդ էր մասնակցում, քան իշխանության։ Մենք սխալներ չունենք, մենք տեսնում ենք ճիշտ քաղաքական դաշտը։ Պարզվեց այդքան է ճիշտ չէ։ Հաստատ ընդդիմությունը հաղթում էր։ Մենք հաստատ Երևանում հաղթում էինք, իրենք ինչ արեցին, Երևանում արեցին։ Դաշինքի առաջնորդը նշում է, այս ընթացքում Ռոբերտ Քոչարյանին եւ Գագիկ Ծառուկյանին չի հանդիպել, քանի որ ինքը տնային կալանքի տակ է, բայց չբացառեց, որ գուցե իրեն այցելեն։ Դիտարկմանը, թե մինչ օրս Ռուսաստանը պաշտոնապես չի շնորհավորել իշխանություններին ընտրությունների արդյունքների կապակցությամբ, մինչդեռ արևմտյան երկրները շնորհավորել են, Կարապետյանն արձագանքեց։ Դրա համար այս ընտրությունը հաղթել են ամերիկացիք, ադրբեջանցիք, թուրքերը, եվրոպացիք, ռուսները։ Ռուսներն են հաղթել։ Արդյոք Կարապետյանը վստահ է, որ իր թիմակիցները մանդատները վերցնելուց հետո չեն քվեարկի կառավարող ուժի նախագծերի օգտին։ Չեն միանալու կտային, ունենք վստահություն։ Լրագրողները հիշեցրին, որ ամբողջ ընթացքում նա իր ընտրողներին պատրաստում էր հաղթանակի, բայց խորհրդարան են գնում որպես ընդդիմություն։ Բայց դուք ուզեիք, որ մենք ասենք մենք գնում ենք, բայց պարտվելու ենք։ Ըստ Սամվել Կարապետյանի, եթե հանդես գային ռադիկալ դիրքերից, հաղթանակ կունենային։ Մենք հայտարարենք, որ Դուրս են գալիս փողոց, հա։ ռադիկալ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը հանրայինի եթերում հայտարարում էր։ Դաշինքի առաջնորդի կարծիքով իրենք ամեն ինչ ճիշտ են արել։ Եթե քիչ ձայն հավաքած ուժերը չառաջադրվեին, այլ արդյունք կլիներ։ Ըստ նրա 2-3 ուժից բացի մնացած բոլոր ուժերին տրված ձայները իրենց բաժին կհասնեին։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։